Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին մի շարք հանրային գործիչներ եւ լրատվամիջոցներ կեղծ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են շրջանառում այն մասին, թե իբր 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրք։ Այս կեղծ շրջանառվող տեղեկությունները ուղեկցվում են նաև Google Earth ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումը իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք։ Այս մասին նաև Google Earth ծրագիրն է տեղեկացնում իր ընթերցողներին կամ այն մարդկանց, ովքեր օգտագործում են այդ ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ 100,000 մասշտաբի տեղագրական քարտեզներով, որոնք ունեն իրավական ուժ, այն քարտեզն է, որը հաստատվել է պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ քարտեզը, որտեղ դեղին գծանշումով ցուցադրված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը, կանաչ գծանշումով ներկայացված է Google Earth ծրագրային ապահովման ներկայացրած սահմանագիծը, որը չունի իրավական հիմք եւ ունի շեղումներ, ինչի մասին արդեն նշեցի, եւ կապույտ գծանշումով ներկայացված է այն դիրքը, որի մասին այս քննարկումները սկիզբ են առել եւ շարունակվում են արդեն օրեր շարունակ։ Ինչպես տեսնում եք, Ադրբեջանի զինված ուժերի դիրքը չի հատում Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը եւ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Ինչպես նաև շրջանառվում են մտահոգություններ, չնայած տարակուսելի է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում հաստատվել է խաղաղություն, հնչում են մտահոգություններ այն մասին, որ նշված դիրքը կարող է, այսպես ասած, վտանգ ներկայացնել Սոտքի հանքավայրի եւ Կուտ բնակավայրի եւ հարակից տարածքների վրա։ Նախ նշենք, որ նշված դիրքից Սոտքի հանքավայր ընկած հեռավորությունը շուրջ 4 կիլոմետր է, իսկ դեպի Կուտ բնակավայր ընկած հեռավորությունը 6.4 կիլոմետր։ Ավելին, Կուտ բնակավայրի եւ նշված դիրքի միջև տեսանելիություն հնարավոր չէ, քանի որ առկա է լեռ կատարը 3008.5 մետր բարձրությամբ։ Ուստի, հարգելի հայրենակիցներ, խնդրում ենք հետևել բացառապես մասնագիտական մոտեցումներով հագեցած պաշտոնական տեղեկատվությանը եւ տուրք չտալ այն ապատեղեկատվությանը, որը հիմնված է ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների եւ ոչ պրոֆեսիոնալ տեսակետների վրա։ Շնորհակալություն ուշադրության համար։